Ընկերներ ողջունում եմ ձեզ, ուրեմն այսօր Silver Wagon-ի երկրորդ ու վերջի սերիան է, եթե առաջին մասը չեք տեսել, անպայման անցեք վիդեոներում կգտնեք ալիքի մեջ, առաջին մասում ծանոթացնում եմ մեքենայի հետ ինչ վիճակ է, ինչ ենք առել, ոնց ենք առել եւ այլն, ինչ պետք է անենք, իհարկե որոշ չափով էլ գործեր անում ենք ու կիսատամանում այս սերիայից արդեն շարունակում ենք ու վերջացնում ենք, շատ հետաքրքիր կայֆոտ բան է ստացվել, ընկերներ, անպայման նայեք մինչև վերջ, իմ ունեցած ամենաբոմբ վագոնն է, վերջում կտնեք ինչ թույն է եղել ընկերներն, այս որ այս սերիայում ամեն ինչ արվում է, վերջացվում է, պրոյեկտը արդեն լրիվ պատրաստ է։ Ընկերներ, ողջույն, ուրեմն այսօր Mercedes-ի վրա հաջորդ օրն է, որ աշխատում ենք։ Ուրեմն Mercedes-ի body kit-ը գտնելը շատ դժվար է։ Վագոնի կամ ունիվերսալը, չգիտեմ ոնց հարմար է։ Շատ դժվար է գտնել մանավանդ հետևի բամպերը։ Օրինակ Gen 1 դիմացի քառակուսի ֆարերով հեշտ է գտնել դիմացի շիթ, ամեն ինչ, բացի եթե իհարկե վագոնը, էլի հետևի բամպերը շատ դժվար է գտնել AMG։ Ամեն դեպքում որոշեցի, էսի նախ Gen 2-ը է, ռեսթայլինգն է, որոշեցի, որ բամպերները տամ, որպեսզի պրոֆեսիոնալ AMG հավաքվի իր վրա, պլաստիկի մեջ ֆորմա են անում, իր ստեմպերով, բոլոր բեջերով, ամեն ինչով $3500 փող ուզեցին ինձնից։ Ասացի օքեյ, լավ, բերեք փորձենք մի հատ այս տարբերակը, որտեղ շատ դժվար է գտնել վագոնի համար, չկա։ Եվ այլն, ասա եկեք փորձենք։ Ասացի ժամկետներում ինչքան, բա 2 շաբաթ, օքեյ, 2 շաբաթ։ 2 շաբաթը դառավ 3-3-ը 4-4-ը 5-5-ը 6 ընկերներ։ 6-րդ շաբաթից հետո արդեն համբերությունը սպառված, մի խոսքով զանգեցի, ասացի ինչ հետաքրքրում, ես արդեն գալիս եմ իմ բամպերները տանեմ, որտեղ դուք ոչ մի բան դեռ չեք արել, հույս ունենալով, որ կասեն օքեյ, մեզ մի շաբաթ է ժամանակ տուր, բայց չէ, պատրաստ չի, չգիտենք երբ էլ կլինի։ Ասացի ես գալիս եմ բամպերները ստանեմ։ Մի խոսքով, ինչն է լուծումը, հիմա ցույց տամ ինչ եմ անում։ Ուրեմն դեմի վերաբերյալ, այսօր սպասում եմ, պատվիրել եմ eBay-ից միտեղ գտա, որ պլաստիկից է սարքած, շատ դժվար երկար ճանապարհ է գալի, բայց ոնց որ թե ու արժեցավ մոտավորապես $1000 մենակ դիմացի բամպերը, բայց ուզում եմ դնեմ պլաստիկից լավ որակի, ոչ թե fiberglass-ի հիմարություն է։ Մի խոսքով ընկերներ, այսօր պետքա գա կտենանք դիմացի բամպերը, հույս ունեմ կգա, չգիտեմ վստահ չեմ, որտեղ մի քանի անգամ նորից հետաձգվել է իր դաստավկեն, բայց ինչ որ է, կարծում եմ այսօր դիմացի բամպերը կունենանք իր fog light-երով, այսինքն տակի լույսերով։ Հիմա ցույց տամ ինչ եմ անում հետևը, իսկ վագոնի դեռևս հետևի բամպեր չկա։ Հիմա ինչ եմ անում ընկերներ, տենում եք իր օրիգինալ բամպերի վրա, ես ինքս որոշել եմ հավաքեմ AMG, ինչ եմ արել ընկերները։ Ցույց տամ, այսի test fit է, էլի ուղղակի, ուզում եք տեսնել ոնց է ստացվում։ Կարելի ասել շատ լավ է ստացվում։ Ուրեմն ինչ եմ արել ընկերներ, առել եմ սեդանի համար նախատեսված AMG բամպերը, այսա նոր, լրիվ նոր պլաստիկից ու փորձում եմ պերեձելկա անեմ վագոնի, որովհետև մի հատ էլ $1000 հետևի բամպերի համար տալ ու fiberglass չեմ ուզում, որովհետև պլաստիկի չկա, պլաստիկի եթե ելներ կտայ, չկա։ Մի խոսքով, այդ բամպերը ստե արժի մոտավորապես $500, սենց 2.5 եմ արել, 2.5 եմ արել ու կհավաքենք այսենց բան AMG-ին, ոնց է, մեծ ձեռով, չեն ուզում մարդիկ փողը վերցնում են, չեն ուզում գործ անեն, չգիտեմ ես ինչ է, բայց ամեն դեպքում ինչ որ տեսնում եք, ինչն է պրոբլեմը, որ վագոնի հետևի բամպերի ձևը լրիվ ուրիշ է,
ուտել մեկ մեծ է ինքը լեն աստեղ սեդանի բամպերի այս սպոյլերը տակի հատվածը որ կտրել եմ այստեղ մոտավոր այս իր զազորները դնելու համար ճիշտ այսինքն արանք ունի գետի պետքա պետքա վերացնել պետքա պայքա անել չգիտեմ ոնց եմ անելու բայց կարծում եմ կկարողանամ ինչ-որ մի բան անեմ ոնց որ կարևորը գաղափարը վատը չի մենք փորձենք իրագործենք Գներ վագոնի վրա հերթական օրն ենք աշխատում այսօր ներկում ենք բադիկիտը հետևի բամպերը արդեն ներկած է այստեղ ուրեմն ներկում եմ պատնոշկեքը Հենց որ դնում եք ներկում եմ տայմ պայմաններում չգիտեմ ոնց հալնելու կարծում եմ լավ կլինի նույնն էլ այս մեկը հիմա մենակ ներկն է հեսա կլաքենք թուքի սպրեյ մաքս շատ թանկ լաք է էսի բայց միակ լաքն է որ բալոնի մեջ է բայց ավտոմոբիլային կարգի որակ է տալի ներքի կարգի որակ է տալի սոսանով ենք լաքելու լաքենք բրծնենք դնենք ոնց ստացվավ դեմի բամպերը իհարկե հələ չի եկել ջենթույ է սրա դեմի բամպերը չկա ամերիկայում նորմալ բան պլաստիկից սա զիբիլ է նորից եվրոպայից է օրդեր արվում վիդեոյի մեջ կգա իհարկե իմ համար երևի էդի կլինի չգիտեմ մի 20-25 օրից հեսա մի 2 րոպեից երևի դեմի բամպերն էլ կգա ու էդ էլ կներկենք կդնենք վրան այսօր գնացինք ընկերներ շփ այդ կողի դետալները ներկեցինք հեսա բամպերն էլ եկավ հիմա կբացենք կտենենք ինչ է եկել այս էլ կներկենք կդնենք վրան այսա բացեցինք նոր պլաստիկից օրիգինալի չափերով ամեն ինչ տեղին լավ պրոդուկտ է կարծում եմ այդտեղ էր ֆոգլայթերն է էլի թազա պետք է վայր արվի իհարկե նույնիսկ լենզեր ունի ֆոգլայթերը շատ հետաքրքիր է մի խոսքով ընկերներ էսի ներկվում է ու բերում ենք դնում ենք վրան սրանից հետո բամպեր ներկել դնելուց հետո սպասում ենք փադերին պրուժինների տակի որտեղ մենակ դրանք է մնացել դրանք էլ կգա անպայման դրանք էլ մի քիչ դնենք տակը կբարձրացնենք դեմը մի փոքր որ իդեալական նստի պասատկեն ու կարծում եմ այս պրոյեկտից պետք է որ բրցնենք ընկերներն այսօր գնացինք ուրեմն ես կողքի պանելներն ներկեցի ինչեւ սրանք չորանան ինքն ընդեղ է մի հատ պոլիշ պետք է անենք դուրս չի գալի ոնց է եղել փայլը եկեք ես պատնոշկեքը ներկած հիմա տեղադրենք քանդեցինք ընկերներ մեկի քանենք վրից իու Ինչքան հող կա մեջը Պատնոշկեքը դուրս երեք ես ավտոյի որից հաստատ Նավ ինչ-որ է սողը հեսա կտապենք ու նորերը կդնենք Այստեղ մի քիչ ժանք հայտնաբերվեց հիմա այս ամեն ինչը կմաքրենք ռաստ ռեֆորմերով ծածկենք որպեսզի չտարածվի ապագասենուններն էլ գիշեն երևի թե այ հալալ այս մարդուն որ չի թողել այս ավտոն փդելով էթա հենց որ եկեք ես էլ անենք Անը մաքրենք ընկերներ դետեմ եք արդեն սկվազնոյ եմ բայց անը մաքրենք էլ Հենց ընկերներ մոտավորապես ժանգի տարածումը կկանխենք Հիմա սա վարկա չեմ անելու իհարկե էսի, բայց գոնե սենց ինչ-որ չափով կկանխենք հետագա տարածվելը Okay, ընկերներ հիմա Mercedes-ի ռադիոն պետք է սարքենք Սարքել է, որոնը կոդ է ուզում
կոդն էլ չկա, ոչ միտեղ չեմ գտնում։ Կարծեմ ռադիոների վրա որ հանում ես, հետևը պետքա լինի գրած։ Հիմա կհանենք։ Դրա համար ինչ ունենք։ Ունենք գործիք եմ պատվիրը, որպեսզի հանենք ռադիոն, տենանք կոդը գտնում ենք թե չէ, բայց մի հատ հետարքիր մի բան էլ եղավ, անցած անգամ միացի գրում է wait։ Խիա wait գրում, չգիտեմ։ Դի կոդ գրեր, գրում է wait։ Ժամանակ կոդ է գրում, կոդը չկա, բել wait է գրում։ Լավ, հիմա կփորձենք հասկանանք ինչ է կատարվում։ Okay, ընկերներ, հանեցի ռադիո ոնց որ տենում եք, այդտեղ կոդ ունենք 61216 հույս ունեմ էսի կոդն է։ Հիմա կփորձենք։ Так, 61 216 61 216 Չի եղավ 61 216 չի եղավ մի բան ինչ էլի հիմա մի հատ ուսումնասիրենք հասկանանք ինչ է ինչ ուրեմն կոդը ճիշտ է գրել ուղղակի ոնց որ տնեք միացա ուղղակի պետք է ինչ-որ մի հատ կնոպկա սեղմեիր հետո որ աշխատեր այնց որ ռադիոն արդեն ասենք հատ լսենք է ձենը չեմ լսում բայց ահա այո Ինչ ընկերներ մի պրոբլեմ պակաս Բաց չի շարունակենք էլ ինչ ենք արում այս ավտոյի վրա Չես նշ որ շատ բան ենք արել բայց ամեն դեպքում հերթով խնդիրներ լուծելով գնում ենք գնացի Գիտեք ես վագոնի վրա մոտորի այս belt cover-ը չկար Սա պատվիրել եմ լրիվ նոր օրիգինալ Mercedes Սա հիմա կտեղադրենք վերեն չնայած այս valve cover-ը հանելու ենք ներկենք բայց ամեն դեպքում հիմա քանիսի կա կդնենք վերեն Սա ունենք լրիվ նոր belt cover օրիգինալ Մեր վագոնը սկսում ենք հետ հավաքել ուրեմն եկել եմ body shop այստեղ տվել էի ներկելու դետալները ոնց որ տենում եք ստես կողքի դետալներն է հետևը բամպերն է եւ այլն հենց որ գնում ենք տուն ու սկսենք հետ հավաքել վրան ընկերներ բան չի մնացել պրուժների տակի փադերն էլ ա եկել դեմը որ մի քիչ պիտի բարձրացնենք սո դրանք էլ դնում ենք վրան բադի կիտը հավաքվում ենք ու կարծում եմ պետք է որ այս ավտոյից բրցնենք Հենց որ գնանք սկսենք գործ անել ընկերներ Ընկերներ հիմա այս փադերը պիտի փոխենք պրուժինների տակի Հեսա եկել է Եվրոպայից 4 կետանոցները սրանք ամենահաստն է Սա պիտի դնենք որ դեմը մի քիչ բարձրանա Հիմա կքանդենք կփոխենք դնենք ինչ ա լինում գնացինք Բազմաթիվ չարչարանքներից հետո փադերը փոխեցի Այստեղ արդեն ամեն ինչ պատրաստ է մնում է Սուպորտները ներկեմ, ուզում կարմիր ներկեմ, կարծում սիրուն կլնի Եկեք փորձենք, չգիտեմ ներկում եմ, թե չեմ Բայց նայենք, եթե ունենամ կներկեմ Դեմ հետև սիրուն ներկեմ, կարմիր, սիլվերը շատ կխոսա Սուպորտներն ներկեցի, մտածում էի ներկեմ, չներկեմ, բայց շատ ճիշտ որոշում էր ներկետը, շատ սիրուն է եղել Կողի պանելն է դել եմ վրա, մնում է դեմի բամպերը դնեմ, բաները միացնեմ, այդ լույսերը, պատվառնիկների լույսերը միացնեմ, միացումները տամ Հիմա եկեք նայենք ոնց ստացվավ կալիպերները ներկելուց Կարծում դուք էլ կհավանեք գրեք ձեր կարծիք անպայման Այսպես Սիրուն տեսք ունի հիմա Կարծում եմ արժեր Այս էլ հետևը Թարմ սիրուն կարմիր Ուղղակի մոնոբլոկների հետևից շատ չի երևում, բայց այն գաղափարը, որ ունենք արդեն կարմիրի, էլի մեծ բան է, էլի։ Մի փոքր էլ որ երևում է, էլի սիրուն է նայվում։
Ստեղ ընկերներ խոսքով ունենք թե դեմը, թե հետևը հիմա դեմի բամպերն էլ կդնենք միացումները կտանք բանտաժները կգցենք տանք ու կիչացնենք ավտոն կմնա արդեն մաքրել, լվալ, պալիրովկա եւ այլն շարունակում ենք ընկերներ գնացինք մի քիչ էլեկտրականություն ենք անում տեն մեկ արդեն ֆոգ լայթերը դրած է բայց միացումները տված չի մոտի լարերը քաշենք միացնենք որ մեր ֆոգ լայթերը սկսի աշխատել գնացինք ընկերներ բեցամ շոկա վատ եմ բայց ոնց որ թե պրծանք հիմա ցույց տամ տենեմ եք երկու ֆոգ լայթերն էլ վառում են արդեն սկսենք հավաքելը ավտոն բերել եմ alignment-ի այս պատվիսկին իջացնելուց հետո նայեք ռուլը ծուռ է կանգնում կոմպտի մատեսի դզվի միտեղ տարա եմ ըթամ արին լավ չարին էլի նորից ոչ մի բան չփոխվավ հիմա երկրորդ տեղն եմ բերել տենանք ստեղ կարում ենք այս մոմենտը դզենք թե չէ ընկերներ բարձրացել ենք alignment-ի բանի վրա ստենդի տենանք ինչ է ստացվում ընկերներ ոնց որ թե դզվավ ռուլը Perfect չի իհարկե, բայց շատ ավելի լավ է, քան էր։ So, խոսքով հիմա ոնց որ ուղիղ ենք եթում ռուլն էլ ուղիղ է, հարցում եմ լավ ավելի։ Իսկ մի հարցից երևի թե պրծանք։ Silver Wagon-ը 99.6% պատրաստ է արդեն, մի բան է մնացել գա, հիմա ցույց տամ ինչը։ Այս աբլիցովկեն դիփոխեմ AMG style բդի դնեմ, այս ամնացը գա, այս երկուրը կգա, ու ինչ ամնացը, մնացել այսպես կապոտի մեջ հիմա դիթեյլ անենք, որ տենում եք փոշոտ կեղտոտ է, իհարկե սենց չենք թողի, հիմա կպալպալացնենք այսպես ասած, հենց որ ընկերներ, մատ հիմա նայեք կապոտի մեջ այսպես, վերջին անգամ հիմա լրիվ կմաքրենք հեղուկներով տարբեր steam clean այսինքն գոլորշիով դիգրիսերներով եւ այլն կսարքենք նորի նման կապոտի տակ ու աբլիցովկեն էլ կգա գտնենք վրեն մի հատ լավ կլվանք մի հատ պալիրովկա ու այդ ժամանակ արդեն ցույց կտամ արդյունքը ինչ ունեցենք հենց որ գնացինք Ինչ ընկերներ կապոտի մեջն էլ մաքրեցինք, եկեք տենանք ինչ ստացվավ, այս մեր դիթեյլինգի արդյունքում գնացինք։ Մնաց աբլիցովկեն ընկերներ, այս աբլիցովկեն դնում ենք վրեն, մեջն ենք դիթեյլ անում, որտես այս սալոնը մեծ լրիվ ուրիշ պատմություն ընկերներ այս ավտոյի շատ է դուրս գալիս, շատ թարմ վիճակում է, իդեալական վիճակում է մեր խոսքով, սալոնն էլ ենք դիթեյլ անում, լվում ենք մեքենան դրսից, պալիրովկա ենք անում ու նայում ենք արդյունքը մեր այս ամբողջ կինոյի մնացեք իմ հետ ընկերներ գնացինք
ինչ ընկերներ, այսօրվա սերիայի համար այսքանը, այս պրոյեկտը այսքանով վերջացված ենք համարում, ուսուտեն մեկ հետևս էլի կան, լիք շարված են, անպայման ընկերներ, գրեք ձեր կարծիքը, ոնց ստացվեց, դուք ինչ փոփոխություններ կանեիք, թե չէի կանեիք, թողեիք օրիգինալ, չգիտեմ, անպայման կոմենտներ գրեք, շատ հետաքրքիր է կարդալը, պատասխանում եմ բոլոր կոմենտներին, շատ շնորհակալ եմ կոմենտների համար, կիսվելու համար, բաժանորդագրվելու համար, անպայման բաժանորդագրվեք ընկերներ, որտեղ այս ամեն ինչը ոգևորում է վիդեո նկարելու համար, լիքը ավտոներ կա հələ, որ Կաբիրալետի երկրորդ սերիանն է լինելու, կանաչ վագոնի երրորդ սերիան ալնելու ընկեր բոմբա եղել էս ավտոն, անպայման հետևեք ալիքին, մոնտաժի փուլում այդ ամեն ինչը, հենց որ շուտով շատ հետաքրքիր ավտոներ կան, այս գազանն էլ կա ընկերներ, այս էլ մի առանձին հետաքրքիր ավտո է շատ, հատուկ 124-ա, կուպե է, հետո կիմանաք ինչով է յուրահատուկ ու ինչով է առանձնանում, լավ մնացեք ընկերներ, կհանդիպենք հաջորդ անգամ։